Ողջույն սիրելի մարդիկ, ես Լիլան եմ, իսկ ձեր էկրաններին սյուր իրականությունը։ Իմ այսօրվա հյուրն է հեռուստամեկնաբան, լրագրող, այժմ նաև բլոգեր, իմ սիրելի Լիլիթ Մուրադյանը։ Ողջույն Լիլա ջան, ողջույն։ Շատ ուրախ եմ, որ եկել եմ ձեր սյուր իրականություն։ Մենք եւս ուրախ ենք քեզ տեսնել այստեղ մեր տաքուկ տաղավարում։ Այսօրվա մեր թեման է հանրաճանաչելիությունը։ Գնանք։ Սկսեցինք։ Լիլ, քեզ դուր է գալիս լինել հանրաճանաչ։ Ճիշտ ասած Լիլա ջան, ես առանձնապես ինձ հանրաճանաչելի երբեք չեմ համարել, այնպես ինչպես հիմա էլ չեմ համարում, որովհետև աշխարհում որտեղ գոյություն ունի Բիոնսե եւ չգիտեմ Բրեդ Պիտ եւ այլ լիքը մարդիկ, մի տեսակ քեզ համարել հանրաճանաչելի փոքրիկ երկրում, փոքրիկ քաղաքում շատ sense վերամբարձ է ինձ համար էլի, բայց այն որ մարդիկ քեզ ճանաչում են եւ լավ առումով են ճանաչում, դու իրենց ինչ որ լավ բան ես տվել, ինչ որ լավ միտք ես տվել, քեզ լավ կողմից են ճանաչում, այդ զգացողությունը ինձ դուր է գալիս անկախ նրանից, թե այդ մարդկանց քանակը շատ մեծ է, շատ փոքր է, ինչ մասշտաբների է եւ այլն։ Պարզապես այն զգացողությունը, որ դու ինչ որ մարդկանց կյանքում ինչ որ որակական փոփոխություն ես արել, այդ դա է ինձ համար այդ հանրաճանաչելիության գլխավոր այն օգուտը անձամբ ինձ համար։ Ուզում եմ գիտես ինչի մասին խոսենք, օրինակ մեր օրերում մենք տենց իրավիճակում ենք, որ ամեն երկրորդ մարդը ստիպված է լինել հանրաճանաչ, դառնալ հանրաճանաչ կամ գոնե թե հանրաճանաչելի դարձնել որևէ պրոդուկտ, որը պետք է սպառի, մի խոսքով մեր սպառողական իրականության մասն է խոսքը։ Ինչ անեն են մարդիկ, ովքեր չեն ուզում լինել հանրաճանաչ, ուզում են մնալ այդ ամենի հետևում, բայց ուզում են ապրել այս աշխարհում։ Համաձայն եմ, որ շատ բարդ է նախ, հետո այն որ այսօր ստիպված են մարդիկ, իսկապես ստիպված են բառը իրոք տեղին է, որովհետև այս սոցիալական ցանցերի աշխարհում, այսօր մենք որ ապրում ենք, երբ առաջ ավելի շատ սոցիալական ցանցում ենք, քան իրականության մեջ, համենայն դեպս այդպիսի տպավորություն է։ Մարդիկ հաճախ այո ստիպված են ապրելու համար, իրենց, չգիտեմ, սեփական պրոդուկտը վաճառելու համար, իրենց մասնագիտական որոշակի հմտությունները ցույց տալու վաճառելու համար եւ գտնելու համար իրենց լսարանին, իրենց հաճախորդներին, իրենց ապրանքի գնորդներին, այո ստիպված են մտնել այդ խաղի մեջ։ Բարդ է, շատ բարդ է այդ ամենը, որովհետև իսկապես մարդիկ կան, որ դա դուր չի գալիս, գրողը տանի դուր չի գալիս, միացնել հեռախոսը եւ ասել, գիտեք, ես այսպիսի ծառայություններ եմ մատուցում, գիտեք, ես այսպիսի, չգիտեմ, դիպլոմներ ունեմ, այսպիսի տեղերում եմ սովորել, ես կարող եմ լուծել ձեր այս հարցը։ Այո, իմացեք իմ մասին, որովհետև իմ մասին միայն ուղակի արդեն գիտի մեր գրասենյակի ժողովուրդը եւ ուղակի իմ ծառայություններից օգտվող մարդկանց գտնելու համար այդ մարդը ստիպված է վերցնել այդ կամերան, նկարել իրան եւ այլն։ Համաձայն եմ, որ դա իսկապես շատ դժվար կարա լինի այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում այդ ամեն ինչ այնքան նորմալ է, դա շատ նորմալ է։ Դու մարդ ես, ով եկել է հեռուստատեսությունից սոցհարթակներ ու իր հետ բերել է հեռուստատեսության գրագիտությունը, աշխատանքային գործիքների տիրապետելու հմտությունները, կանոնները, որոնք կիրառվել են հեռուստատեսությունում։ Քեզ հեշտ է աշխատել մարդկանց կողքին, նույն դաշտում, ովքեր չեն տիրապետում աշխատանքային գործիքներին, բայց հաջողում են։ Տեսրել, ինչքանով է հեշտ կամ դժվար դա հարցի մյուս կողմն է, բայց այն որ դա նորմալ է ու ես իսկապես դա շատ նորմալ ու օրգանիկ ու բնական եմ համարում, դա միանշանակ է, որովհետև նույն հեռուստատեսություններում, որտեղ ես աշխատել եմ, եղել են սկսնակներ, որոնք չեն տիրապետել ինչ-որ գործիքների այդ սկզբնական փուլերում։ Ես ինքս եղել եմ սկսնակ տարիներ առաջ, երբ մտել եմ այդ աշխարհ ու ասել եմ, Աստված իմ, ես այս ուրեմն գել ու հաստատ այնտեղ կային մարդիկ, որոնք կարող էին այդ բարձունքից նայել ու ասել Էսով է այս երեխան, ինչի համար եք այս երեխում, այսինքն ես չեմ ուզում այդ տպավորությունը ունենալ նաև այս դաշտում, էլի, որովհետև դա նորմալ է, ինչ որ ընկնել մի հատ մասնագիտական դաշտ, որտեղ դու դեռևս սկսնակ ես, վաղը կլինես 2 քայլ առաջ, մյուս օրը 4 քայլ եւ այլն։ Հետո կգաս որոշակի մի հատ քո բնական վիճակին, երբ որ կասես, ես եմ այս փաստորեն, որակով, որը բավարարում է այսքան մարդու չի բավարարում, էլի, բայց ինչ որ արդեն ես եմ դարձել։ Դրա համար շատ նորմալ եմ վերաբերում, ոչ մեկը սենց սկզբից երկնքից ընկած պրոֆեսիոնալներ չեն եղել, որևէ ասպարեզում չկա այդ դերասանների մոտ չկա դա, երաժիշտների
բաժիշտների մոտ չկա, ուսուցիչների մոտ չկա, ոչ միտեղ չկա այդ սկզբից միանգամից պրոֆեսիոնալ վիճակով սկսելը։ Դրա համար շատ նորմալ են վերաբերում նախ, երկրորդը ողջունում եմ ամեն ինչով ուզում եմ օգնել այն մարդկանց, ովքեր ունեն այդ պոտենցիալը առաջ գնալու եւ փնտրում են այդ ճանապարհներն առաջ գնալու ու այդ մեծ ցանկությունը ունեն։ Այդ դա շատ կարևոր է, անկախ նրանից դու սկսնակ ես, որոշակի արդեն կաս, թե արդեն պրոֆեսիոնալ ես։ Դա լրիվ ուրիշ բանի մասին է, այդ ցանկությունը առաջ գնալու։ Փաստորեն ստացվում է սա ավելի բարդ բան է, բոլորի աչքի առաջ զարգանալ, հմտություններ ձևավորել, եթե նախկինում մենք աշխատում էինք որևէ X աշխատատեղում, որտեղ կային դրված հստակ կանոններ, առաջնորդվում էինք այդ ամենով, կար տնօրինություն, ով ասում էր ինչ անել, ինչ չանել, ինչը երբ անել, այսօր փաստորեն բոլորի աչքի առաջ են զարգանում։ Այո, բոլորը իրենց տնօրեններն են։ Այո։ Դա շատ հրաշալի բան է, եկեք այդ պահը ֆիքսենք մի հատ, այսինքն աշխատելը ազատ դաշտում, դա շատ հրաշալի բան է, լինել ինքդ քո գլխի տնօրենը եւ տերը ընտիր բան է, էլի, այդ ձայձաների մոտ չաշխատելը դա շատ լավ բան է, ես իհարկե չեմ ասում, որ դա բոլորի համար է եւ ֆրիլանս աշխատանքը դա բոլորին հարմար է եւ բոլորի համար հրաշալի տարբերակ է, բայց ես ասում եմ, որ այն կարևոր առավելությունները, որ այսօր կան ֆրիլանսում եւ բլոգինգում որպես ֆրիլանս աշխատանք, դա հրաշալի է։ Եկեք դա գնահատենք, բայց այդ իր վնասատու կողմերը ունի, այդ էլ փաստենք, ստացվում է, որ ամենաթողություն է։ Ինչպես բոլոր ազատ ոլորտներում, այո, կա ամենաթողության գնալու վտանգ։ Հիմա հիմնավոր եմ։ Եկեք դիտարկենք հետ սովետական եւ սովետական տարիները, կար որոշակի մարմին, ով վերահսկում էր ու որոշվում էր, սա գնում է եթեր, X պրոդուկտը, Y-ը չի գնում եթեր։ Այսօր մենք ունենք մի իրականություն, որտեղ չկա այդ վերահսկողությունը, ինչ որտեղ դա ժամանակին լավ էր։ Այնքանով, որ ազատ միտք ճնշելը, ստեղծագործական միտքը ազատ է, շատ ավելի ազատ ենք մենք այսօր մեր մտածողության եւ գործողությունների մեջ, բայց ինքը ունի վտանգավոր կողմերը։ Այս մասով ինչ կարող ես ասել։ Իսկն ամեն ինչ եթե հրաշալի է, ինչու այսօր ամեն ինչ այդքան հրաշալի չի։ Շատ լավ անջում իրականում, հենց այդպես էլ կա։ Մասնավորապես օրինակ, եթե վերցնենք երեխաների հասանելիությունը համացանցին, այդտեղ հրեշավոր լիքը հետևանքներ կարան լինեն, որովհետև երեխաները կամ դեռահասները իրենք այն տարիքում են, երբ որ քննադատական մտածելակերպը դեռևս ամբողջությամբ չի ձևավորվել, իրենք շատ նորմալ է, որ չեն կարողանում զատել իրարից որակյալն ու անորակը, հասկանալ ինչին կարելի է լսել հետևել, ինչին պետք չի ընդհանրապես լսել հետևել, այսինքն իրենց անձը որպես այդպիսին դեռևս կազմավորված չի։ Այդ առումով շատ վտանգավոր եմ այո համարում երեխաների ամբողջական տոտալ հասանելիությունը համացանցին։ Օրինակ շատ երկրներում այսօր արդեն որոշակի սահմանափակումներ են գործում, նույն Ավստրալիայում մինչև 16 տարեկանների մուտքը համացանց պարզապես արգելված է եւ այլն, եւ հենց այդ նպատակը ունի, որ երեխաները ամեն ինչ ունենան այդ վտանգավոր հասանելիությունը, որովհետեւ դրա մեջ ինչքան էլ որ լավ բան կարելի է գտնել, այո կրթական կոնտենտ կարելի է գտնել, լիքը այնպիսի թեմաներ կարելի է լսել, որ դու չես իմացել կյանքում ու մեկ էլ մի րոպեում թերթեցիր ու իմացար, դա լավ կողմն է, բայց դրան զուգահեռ երեխաների մոտ կոնկրետ կարելի է այնպիսի թեմաներ իրենց ֆիդում հայտնվեն, որոնք ընդհանրապես պետք չի որ հայտնվեն եւ իրանց շատ սխալ տեղ են տանելու։ Այս առումով համաձայն եմ, որ դա չարիք կարա լինի։ Բայց եթե մենք խոսում ենք արդեն հասուն մարդկանց մասին, իրենց աշխարհայացը արդեն ձևավորած մարդկանց մասին, ինձ համար շատ նորմալ է, որ մարդը կարա թերթի ինչ որ բանի հետ համաձայն չլինի, հաջորդը թերթի ասի, «Վա, ինչ լավ բան էր, ես մեկն իմացա» եւ այլն, էլի։ Դրան էլ եմ փորձում շատ կատաստրոֆիզացիայի չենթարկել այդ ամենը ու ուղղակի հույսս դնել մարդկանց հասուն մտածելակերպի վրա, բայց դրան գալու համար մենք պիտի սկսենք այդ երեխեքից, այդ դեռահասներից, եթե մենք այնտեղ խնդիրը լուծենք ու իրենց հասկացնել տանք, որ դու ամեն ինչ չպիտի հալած յուղի տեղ ընդունես, դու պիտի նայես մի հատ ինքդ քննարկես, բայց ճիշտ ասես, բայց դու համաձայնես թե չէ, հետո այդ երեխեքն ու դեռահասները գալու են ու դառնալու են այն մարդիկ, ովքեր շատ նորմալ հասուն կերպով ընկալելու են ցանկացած ասված խոսք, տեսած կադր եւ այլն, էլի։ Նկատի ունեմ ինչքան էլ որ նորմալ եմ համարում այդ երևույթը, այդ ազատ
ազատությունը դա հրաշալի բան է, բայց այն վտանգները, որոնք կարան վաղը լինեն, մենք պիտի այսօր տեսնենք արդեն ու դրանց դեմը փորձենք առնել։ Այո, ընտանիքներում պետք է դա տեսնենք։ Պետք է սկսել հենց երեխեքից, որովհետև ես այսօր ամեն օր դեպքեր եմ լսում, ինձ գրում են դեպքեր, ես իմ աչքով եմ տեսնում եւ այլն, երբ որ ամսական երեխաների ուղղակի կարելի է տալ հեռախոսը, որ ինքը տենց թերթի ժամով թեկուզ կես ժամ Զարգացնող մուլտեր նայի։ զարգացնող մուլտեր նայի, էլի։ Ընդ որում ռուսերենով, անգլերենով, հնդկերենով տեսեք հնդկական է անվերջանալի կոնտենտ։ Ու հետո խոսքի հապաղում, իհարկե, լիքը խնդիրներ, այսինքն իսկապես այդ խնդիրները ես տեսնում եմ ու ինձ թվում է բոլորս ենք տեսնում այդ, որ այդ տարիքից երեխեքին տալ հեռախոսներ ուղակի, որովհետև մայրիկը իրավունք ունի իր սուրճը դակ խմել, որովհետև մայրիկը իրավունք ունի, չգիտեմ, կես ժամ հանգստանալ եւ բայց ես վստահեցնում եմ, որ կա այլ տարբերակ իրենց այդ կես ժամը զբաղեցնելու։ Չգիտեմ, օրինակ իմ աղջիկը շատ սիրում է պլաստիլիններով խաղալ։ Իրեն կարելի է տալ, չգիտեմ, 12 գույնից պլաստիլին եւ իմանալ, որ առաջիկա մի ժամ 20 րոպե ինքը զբաղված է լինելու դրանով։ Մի ժամ 20 րոպե լույս է։ Այլա մի ամբողջ ռիլ այդ ընթացքում մոնտաժել էլի, որը այս պահին իմ աշխատանքն է։ Կամ այլ աշխատանք, որը կատարում է այլ մայրիկ, բայց տանից է պետք եւ այլն։ Նկատի ունեմ իսկապես կան այն մեթոդները, որոնք հեռախոսի հետ կապ չունեն, հատկապես այդ տարիքում, երբ իրենք չգիտեն ինչն է լավ, ինչն է վատ։ Այդ գունավոր շատ ընտիր մուլտերը, որոնց շատ սիրուն են, շատ լավն են, ընտիր մուլտեր կան, բայց դրանք ունեն ժամանակ, որոնք պիտի այդ ժամանակը հատվածում գոնե երեխան նայի, որ չկտրվի իրականությունից։ Բոլոր տարիքներում այդ ժամանակները տարբեր են ու ես հիմա մեզ լսող մամաներին կհորդորեմ մի հատ անդրադառնալ այդ թեմային։ Մուլտերը ընդհանրապես չարիք չեն, այս պահը մի հատ հստակ ֆիքսեք, ես ինքս 30 տարեկանում պաշտում եմ մուլտեր եւ նստում նայում եմ մուլտֆիլմ։ Չեղք։ Դեսքն դա հրաշալի բան է, բայց պետքա դրան էլ շատ զգույշ մոտենալ, ինչ մուլտ է նայում, ինչ լեզվով է նայում, երբ, ինչու, կերպարներ են մուլտի մեջ, այսինքն ամեն ինչ այնքան մանրակրկիտ պետքա այս բաները հաշվի առնել, էլի։ Ստացվում է մենք գալիս ենք պատասխանատվությանը նախ անձը ընտանիքում, անձը արդեն կախված սոցիալական կարգավիճակներից, որպես ծնող, ամեն մեկը իր տեղում եւ դերում եւ անձը վերջի վերջո որպես սոցիալական պատասխանատվության մասին խոսենք, այս ամենը ընտանիքից դուրս է գալիս մինչեւ սոցիում, սոցիալական հարթակները եւս բացառություն չեն այստեղ։ Եկեք մի բան հասկանանք, եթե կա որոշակի կառույց, այս դեպքում մետան, ինքը ունի որոշակի կանոններ դրված իր կողմից։ Այո, որոշակի բառեր չի կարելի ասել, որոշակի կադրեր չի կարելի ցույց տալ եւ այլն։ Այսինքն սրանք շատ ընդհանուր համընդհանուր, այո, օրենքներ։ Բայց եթե մենք փորձենք սրանք մի քիչ նեղացնել, բերել ազգային որոշակի յուրահատկությունների դաշտ, ազգային առանձնահատկությունների դեպքում սրանք չաշխատող երևույթներ են, այսինքն ինչքանով, չգիտեմ, Ռուսաստանում ռուսական կոնտենտի մեջ ինչ որ բան նորմալ է ասելը եւ դա շատ ընդունված երևույթ է, բայց մեր հայկական իրականության մեջ գուցե այնքան էլ ընդունված չի, էլի, հենց ազգային առանձնահատկությունների պահն է, էլի։ Ու այդ սոցիալական պատասխանատվությունը, որը ասում ես, շատ կարևոր է գիտակցել քո յուրաքանչյուր հրապարակում անելուց, կլինի գրելու տեսքով, կլինի կադրի տեսքով, կլինի խոսքի տեսքով։ Եթե դու չգիտակցեցիր այն ազդեցությունը, որը դու ունենալու ես մարդկանց վրա, այդ նշանակում է, որ ընդհանրապես քեզ պետք չի մոտանել, չի կարելի զբաղվել այդ ամեն ինչով։ Բայց երբ որ դու գիտակցում ես, որ քո ասած խոսքը իր վրա ունենալու է ազդեցություն ու իր կյանքի որակը կարա փոխի լավ կամ վատ կամ որևէ կերպ, բայց փոփոխություն անի, այդ դա արդեն պետք է քեզ մտածելու տեղ տա, ասեմ ես այս բանը, բայց որ ասեմ կարող է մի քիչ ուրիշ կերպ ընկալվի, գուցե զգուշանամ, ուրեմն չկպնեմ այս թեմային։ Իսկն ամեն մի բան ասելուց առաջ իսկապես պետք է մտածել, էլի։ Ու երբ որ ես տեսնում եմ, որ ընտանեկան բռնության վրա արվում է կոնտենտ, երբ որ ես տեսնում եմ, որ երեխաների նկատմամբ բռնության վրա արվում է կոնտենտ, ընդ որում ծիծաղելի կոնտենտ, որ ծիծաղելի է, էլի երեխու վրա, ասենք ինչ որ կոնկրետ բռնության տարերով խոսելը եւ այլն, դա մարդկանց կարա ծիծաղելի թվա, էլի։ Եկեք այդ պահին միշտ հիշենք մի բանի մասին, որ հակառակ կողմում հնարավոր է գտնվում է մեկը, ով այդ պահին հենց բռնության մեջն է, այո, կրողն է, երևույթի կրողն է։ Ու այդ նվաստացուցիչ է շատ օգնելու փոխարեն երևույթը ծիծաղելի դարձնել ու
թեմաներ կան, որոնք շատ տրիգերային են, որ պետքա 1000 անգամ մտածել այդ թեմաների մասին խոսել, թե ոչ խոսելուց ոնց խոսել, սկսած բառերից մինչև քո աչքերի արտահայտություն, ոնց խոսել, որ հանկարծ այդ նուրբ սահմանին գտնվող մարդկանց նենց չվիրավորես, ինչ որ նենց բան չասես, որ իրանց այդ պահին այդ նյարդային կամ վատ վիճակում գտնվելուն մի հատ էլ ավելի վատ թարացնի վիճակը, էլի։ Կուզեմ հումորի մասին խոսենք։ Հումորը փրկող երևույթ է հատկապես մեր սյուր իրականության մեջ, մեր օրյա հայ սյուր իրականության մեջ։ Հումորը ընտանիքում, հումորը ամենուր, փողոցում, սոցիալական հարթակներում, ամենտեղ իսկապես փրկում է մեր օրերում, հատկապես այն իրավիճակում ու հոգեվիճակում, որում որ շատերս ենք գտնվում, ազգային հոգեվիճակի մասին եմ խոսում։ Լայն իմաստով նկատի ունես։ Այո, բայց հումորը եւս շատ մեծ պատասխանատու դաշտ է։ Դու լինելով հումորով մարդ, ում հետ ժամանակը շատ թեթև ու հետաքրքիր է անցնում, ինչ անել ես երևույթի հետ, երբ որ համացանցը ողողված է հումորային կոնտենտ գեներացնող երիտասարդներով, իրենք չեն էլ գիտակցում, որ հետևում կանգնած է այդ նույն բռնությունը։ Նախ ինչպես մյուս կոնտենտի հետ կապված այդտեղ էլ կա եւ լավը եւ վատը։ Դե հա, լավին արի մի բան ֆիքսենք, թողենք մի կողմ, անդրադառնանք վատին, հա։ Թույն ես ասում, մի բան եմ ուզում ես մասով ֆիքսենք, սյուր իրականությունում ինչ քննարկում ենք, սրանք բացառապես քննարկումներ են, քննադատություն չի։ Ուղղակի մենք մեր անկյունից տեսնում ենք, գնահատում ենք լավը եւ եթե կա վատը, ընդհանրապես բարձրացնում ենք հարցեր, խնդիրներ։ Ավելի շատ ուղղակի ուզում ենք մեր կարծիքը ասել, իդեպ այստեղ նաև հորդորենք մեզ լսողներին, որ իրենք էլ կարող են իրենց կարծիքները թողնել, այո։ Համոզված եմ, որ շատ հետաքրքրական կլինի ինձ համար էլ, քեզ համար էլ այդ կարծիքները տեսնելը, անդրադառնալը, պատասխանելը եւ այլն։ Շատ բաց եւ ազատ է այս առումով, չկարծում եմ։ Այո, ոդկասթի ժանրը թույլ է տալիս։ Անդրադառնալով հումորին, լավին, այո, ասենք շնորհակալ ենք, որ դուք ստեղծում եք լավը, ուրախացնում եք, ժպիտ եք պարգևում եւ այլն, բայց գալով այդ ոչ թե վատին, այլ իմ տեսանկյունից սխալ մոտեցմանը հումորի, եթե հումորը վիրավորում է եւ վատ զգացողություններ է առաջացնում մեծ թվով մարդկանց մոտ, որոնք տեսնում են իրենց այդ հումորային կերպարի մեջ կամ գուցե կամ անցյալում, հա, այո, այդ է ուզում ասել, կամ անցյալում են եղել այդ իրավիճակում եւ այլն, ուրեմն պետք չի անել դա։ Դա իսկապես դա պետք չի, դա ծիծաղելի չի։ Բայց եթե ինքը որևէ մեկի չի վիրավորում, ինչ որ տրիգերային թեմայի չի կպնում, որը շատ վիճելի կարա լինի եւ այլն, ուղղակի ինչ որ առօրյայի հետ կապված կամ ոչ առօրյայի, ավելի ինտելեկտուալ հումորի ժանրից է եւ այլն, ինձ համար դա կամ խնդիրներ բարձրացնող հումոր։ Իհարկե, հումորով կարելի է լուծել, ոչ թե բարձրացնել, այլև բարձրացնել եւ լուծել այնպիսի խնդիրներ, որով չի կարող ոչ մի լուրջ քննարկում, ինչ որ պետական ապարատներ նույնիսկ չեն կարող այդպիսի արագությամբ լուծել այդ խնդիրը, որովհետեւ սոցցանցերը տալիս են այդ արագությամբ խնդիրները բարձրացնելու ու լուծելու հնարավորություն։ Կախված խնդիրներ, որոնք կապված են այո կարծրատիպային մոտեցումների հետ ու կապ չունի սրանք միայն կանանց վերաբերյալ եւ այլ տղամարդկանց նկատմամբ, էլ կան կարծրատիպային մոտեցումներ, երեխաների նկատմամբ կան եւ այլն, 1000 ու մի հարցեր, որոնց մասին մենք բոլորս մտածում ենք, ասում ենք, վայ, ինչ վատ է, ինչ լավ կլիներ, որ սա չլիներ եւ այլն, բայց ինչ որ մեկը դրան մոտենում է հումորի ձևով եւ հասկացնում է, որ դա վատ է, ոչ թե ես հումորով ասում եմ եւ ժողովուրդ եկեք խնդանք իրար հետ դրա վրա, այլ հստակ հասկացնում է, որ ինքը համաձայն չի դրա հետ։ Ինքը կուզեր, որ դուք տեսնեք, որ դա վատ է եւ դուք էլ համաձայն չլինեք դրա հետ։ Այսինքն այս տեսանկյունից է խնդրին մոտենում ու իսկապես ժամանակի ընթացքում զգում ես, որ այդ խնդիրը կամ քչացել է կամ դրա նկատմամբ վերաբերմունքը առնվազն ավելի քննադատական ու լուրջ է դարձել, քան առաջ էր, երբ որ դա անցալվում էր որպես դե նորմալ է, էլի, դե մեր երևույթներից է։ Այսինքն հումորով կարելի է իսկապես շատ լուրջ խնդիրներ լուծել, էլի։ Եվ եկեք փաստենք մի բան, որ շատ շատերը ովքեր հենց այդ կոնտենտն են ընտրել իրենց համար այս հարթակում, շահեկան դիրքերում են գտնվում, այսինքն շատ ավելի բարձր դիտումներ եւ այլն, եկեք շատ ավելի լուրջ ու պատասխանատու մոտենանք այս հարցին։ Իհարկե։ Հումորը ինչի է լավ տարածվում, այո, որտեվ երբ որ մենք մի ծիծաղելի բան ենք լսում, եկեք դուրս գանք այդ սոցհարթակի մակարդակից ու մի հատ ուղղակի մեր կյանքում ինչ որ ծիծաղելի մենք զանգում ենք մեր ընկերոջը, սկսում ենք պատմել, չէ, այդ մասին։ Այսինքն ինքը ենթադրում է կիսում
տարածում, ինքը ենթադրում է տարածում այդ երևույթը ինքն իրենով, Անդադ ուզում ես հա, վերապրել, անդադ ուզում ես այդ ինչ-որ դրական մեկին էներգիան պատմել ու այդ իսկապես այդ տարածում երևույթը արդեն դրված է այդ կոնտենտի մեջ։ Այսինքն ինչքան պիտի վատ հումոր անես, որ ինքը չտարածվի, էլի, առանձնակի պիտի անտաղանդ լինես, որ չտարածվի այդ կոնտենտը, էլի։ Հումորը իսկապես շատ լավ վաճառվող, ասեմ, հա, վաճառվող կոնտենտ է ու եթե ինքը լավ է արվում, լավ բանի համար է արվում, ուրեմն ընտիր ռեսպեկտ բոլոր այդ մարդկանց, ովքեր լավ են անում դա։ Այո, մերսի բոլոր այն մարդկանց, ովքեր գիտակցում են հումորի լրջությունը, մեր սյուր իրականությունում։ Կարծում եմ արդեն հնարավոր է բլոգինգը մասնագիտություն կոչել, ամեն ինչ տանում է դրան, եթե անգամ դա դեռ այդպես չէ։ Եվ ուզում եմ մի բան հասկանանք, ինչը տեղի ունենալու ակադեմիական կրթության հետ ու առհասարակ դրանից բխող բոլոր հարցերի ու խնդիրների հետ, օրինակ վաղը մեր երեխաները, եթե այլևս չուզեն սովորել ավարտել դպրոցը կամ լավագույն դեպքում ավարտել, հետո չգնալ որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ինչպես ենք մենք վարվելու, արի քո օրինակով դա քննարկենք, Լուսեի օրինակով։ Ինչ Որի դեպ 3 տարեկան է։ Այո։ Ու մենք արդեն քննարկում ենք իր մասնագիտությանը։ Հա, արի հենց լուրջ քննարկենք։ 3 տարեկան Լուսեն մեծացավ, լավագույն դեպքում ավարտեց դպրոցը։ Տեսնում է տանը քո օրինակը, մաման դե հայտնի բլոգեր է, մեծ գումարներ է աշխատում։ Այդ ամբողջը ենթադրություն է մի հատ մեր լսողներին։ Արի ասենք, որ լինի։ Մեծ գումարներ ես աշխատում, դե տեսնում ես, ասում ես, ես չեմ ուզում գնամ 4-5 տարի վատնեմ, 6 տարի պլյուս 2 տարի մագիստրատուրա եւ այլն, ել չեմ ասում, եթե որոշի պապայի նման բժիշկ դառնալ, պապայի աչքից հեռու, հա, կամ երաժիշտ, մի մոտավորապես այդքան էլ երաժիշտներն են սովորում։ Մի խոսքով, չի ուզում այլևս գնալ ակադեմիական կրթություն ստանալու ճանապարհ։ Նախ կփորձենք մի հատ քննարկել, թե ինչու օրինակ չի ուզում գնալ այնտեղ եւ ամենակարևորը որտեղ է ինքը ուզում գնալ։ Այդ իսկապես այդ ներքին ցանկությունով դա արդյոք ալարելու հետ է կապված, չգիտեմ, քննություն Ես կլինի պատասխանեմ Լուսեի փոխարեն, հեշտ է ասենց ավելի։ Արագ է ու հեշտ։ Դու կարծում ես, որ հեշտ է։ Դու Լուսեն ես հիմա։ Ես ես հարցեր եմ տալիս, դու պատասխանում ես։ Հա, ես պատասխանում եմ։ Նայ, ես ոչ թե կարծում եմ, որ հեշտ է, ես գիտեմ, որ հեշտ չի իրականում։ Թվում է բոլորին, որ շատ հեշտ է, որովհետև կան մարդիկ, ովքեր շատ արագ ու մեծ արդյունքներ են գրանցում, բոլորին թվում է, որ շատ հեշտ է դա անելը։ Տես բալ։ Ջան, ասամ։ Սկզբի համար, որպեսզի հասկանաս դա հեշտ է թե չէ, փորձիր ընդամենը մի փոքրիկ հրապարակում պատրաստել, դա գրել կամ քո խոսքով ասել, վիդեո կամ այլ post կընտրես դու ինքդ, բայց ինչ որ մի բան, որը ներկայացնելու ես մարդկանց դատին, հանրային կերպով։ Դա գրիր կամ ասա քո ձայնով, քո դեմքով եւ այլն։ Մոնտաժիր, տեղադրիր համացանցում, այսինքն դա էլ լուրջ քայլ է, էլի գիտակցումը, որ հիմա դու լիքը մարդկանց աչքին երևալու ես եւ լիքը մարդկանց կարա քո մազերի գույնը դուրս չգա, ատամների կծվածքը դուրս չգա, աչքերի գույնը դուրս չգա եւ այլն, էլի։ Դա գիտակցում ես եւ անում ես այդ քայլը։ Հետո ստանում ես մեկնաբանություններ, որոնք կարող են ընդհանրապես քո կարծիքի հետ նույն հարթության մեջ չլինել։ Էլ չեմ ասում, որ անադեկվատ մեկնաբանություններ ստանալ, այսինքն դու խոսում ես, չգիտեմ, տանձից, ինչ որ մեկը գա ու սկսի բողոքել, որ դու խնձորի մասին սխալ ես պատմում։ Այսինքն բացարձակապես adekvatության հետ որևէ աղերս չունեցող մեկնաբանություններ, դա մի հատ փորձես մարսես։ Հետո մարսել այն, որ գուցե քո երկար աշխատած մի հոլովակ ունենա շատ քիչ դիտումներ, որովհետև դա դժվար մի բան է, էլի, sense հոգեբանորեն մտածում ես, բայց այդքան աշխատեցի, այդ պահն էլա դժվար, դա էլ հələ փորձի համակերպվի դրա հետ։ Ու եթե այդքանից հետո դու ուզենաս անել հաջորդը, դրանից հետո ուզենաս եւս մեկը անել ու ընդհանրապես դու զգաս, որ այդ process-ը քեզ ոչ միայն հաճույք է պատճառում, այլև քեզ զարգացնում է, քեզ դուր է գալիս մարդկանց հետ կոմունիկացիայի մեջ մտնելը ու դու ունես ինչ-որ բան, որը կարող ես փոխանցել իրենց ու իրենց կյանքում լավ ու դրական փոփոխություն անել, ապա ինչու ոչ գնա ու արա ու հաջողություն քեզ լիքը, ես էլ որքանով կկարենամ քեզ կօգնեմ։
ճիշտ այնպես կօգնեմ, ինչպես որ դու որոշեիր ընտրել ակադեմիական կրթության ճանապարհը, գնայիր այդ դժվար քննությունները հանձնեիր, որոնք ես եմ հանձնել եւ քո պապան է հանձնել, անցնել այդ տարիները, այդ բոլոր քննությունները, այդ բոլոր հիասթափությունները գնահատականների համար, որովհետեւ ինչքան էլ որ մենք փորձենք մեծացնել երեխաներ, որոնք գնահատականից կախումներ չունենան, մեկը ներսում ինչ որ մի բան բոլորիս մեջ կա այդ բահը դրված, էլի։ Այդ ճանապարհն էլ եթե դու որոշեիր անցնել, ես միևնույնն է քեզ աջակցելու էի։ Այսինքն այստեղ հարցն է, թե դու ինչ ես ուզում եւ արդյոք դա իսկապես է նա ինչ դու ուզում ես։ Եթե քեզ ժամանակ է պետք որ դա հասկանաս, ուրեմն արի մի հատ վերցնենք դադար, պարտադիր չի, մեր ժամանակները վաղուց անցել են, երբ որ մենք 16-17 տարեկանում ավարտում էինք ու այլ տարբերակ գոյություն չուներ, պիտի գնայիր համալսարան, ոնց թե ինչ է նշանակում մի տարի նստել մտածել, ինչ է նշանակում գնալ աշխատել 1-2 տարի հետո հասկանալ դու ուզում ես այլ կրթություն, բարձրագույն կրթություն ստանալ, չկա նման բան։ Դու ավարտեցիր դպրոցը, պիտի գնաս համալսարան, այլ ճանապարհներ գոյություն կամ չունեն։ եղբորս օրինակով դադար վերցնել, ունենալ մասնագիտություն, թողնել այդ ամենը աշխատանք ամեն բան, նոր հասկանալ ինչ ես ուզում առհասարակ։ Ու հասկանալ որ այդ ճանապարհը փաստորեն քոնը չէր։ Այդ տարիները Այո, դա նշանակում է կուրսված տարիներ։ Ու ամենադաժանը լիքը մարդիկ ովքեր էլ քեզ չեն հավատում։ Ու եթե մենք չենք ուզում որ մեր երեխեքն էլ անցնեն այդ ճանապարհով եւ այլն, ապա իսկապես պիտի իրենց եւ ժամանակ տանք ընտրության եւ սովորեցնենք լսել իրենց սրտին ու լսել իրենց իրական ցանկությունները։ Բայց շատ լավ բան ասեցիր։ Դու չմերժեցիր այն լուսեի ցանկությունը, ոչինչ չմերժեցիր, բայց այս ամենի մեջ դու իրեն տվեցիր ժամանակ, որպեսզի ինքը ընտրի եւ որոշի ապագայի համար։ Այս ամենակարևոր կետն էր ինձ թվում է այստեղ, որովհետեւ մեզ չեն տվել։ Միևնույնն է, այո, միևնույնն է դու հետո վերջում, երբ որ հետ ես գնում, վստահ եմ Լուսեն էլ գալու է ու հասնի այն կետին, որ գնալու է ակադեմիական կրթության, ու երբ որ հետ ես նայում, չես կարող ուղղակի դու լինել դու, եթե չես անցել այդ ճանապարհը։ Հա, իհարկե, ես այո, հետաքրքրությունները 6 տարի անցել է այդ ճանապարհը, բոլոր կուրսերում եղել է գերազանցիկ, ունի 2 կարմիր դիպլոմ եւ այդքանով հանդերձ ես ասում եմ, որ պետք չի վազել դրան, որ դա չի միակ եւ ճիշտ եւ սուրբ ճանապարհը, բայց դու եթե չանցնեիր ախր այդ ճանապարհը, այսօր չէր ունենա այսքան կիսելու բան, դա էլ հաշվի առ է։ Լուսեն ուզում է սկսել մի տեղից, որտեղ դեռ չկա ոչինչ։ Նու կա, ինչ որ բան կա, բայց այդ այն ամենի մասին չի։ Ինքնա կրթությունը, ինքնա զարգացումը, ինքդ քեզ հասկանալ, այդ ռեֆլեքսիաները եւ այլն, միայն բարձրագույն կրթությունը չի որ տալիս է։ Բարձրագույն կրթությունը քեզ շատ բան է տալիս։ Այդ ճանապարհին դու հանդիպում ես շատ կարևոր մարդկանց, ամենակարևորը վարպետ մարդկանց, որ մնում են դու էլ կասես ինձ փաստես, որ այնպիսի մարդկանց, որ մտածում ես ոնց կարող էր, ասենք այդ մարդի իմ կյանքում չհանդիպել, էլի հետո արդեն երբ որ անդրադառնում ես։ Մենք այդ ամենի մեջ ենք սովորում։ Ու այդ մասին մենք այո կարող ենք պատմել մեր երեխեքին, որ այնտեղ գիտես այնպիսի բաներ են լինում, այնպիսի հրաշք մարդկանց ես հանդիպում, այսինքն դրա լավ կողմերը եւս մենք կարանք իրանց բացատրենք մեր օրինակով իհարկե ես չգիտեմ 15-20 տարի անց ոնց է այդ ամենը լինելու ընդհանրապես, բայց ամենայն դեպս մեր հիշողությունները մենք կարանք իրանց պատմենք ու լավն էլ ներկայացնենք, ոչ այնքան մեր սրտովն էլ ներկայացնենք ու իսկապես իրենց տանք այդ որոշելու ազատությունը։ Համալսարանները, ինստիտուտները հարթակներ են։ Մենք օրինակ երբ որ գնում ենք սովորելու, սկզբում մտածում ենք, այ մեզ պետք է ասեն սա անենք, նա անենք, օրինակ թատերականում շատ ուրիշ էր։ Մեզ բացատրում էին, բացատրվում էր, որ դու եկել ես, ընտրել ես որոշակի մասնագիտություն, մենք մարդիկ ենք, ովքեր ցույց ենք տալիս այդ ճանապարհը քեզ։ Դնում ենք ճիշտ ճանապարհի վրա, ընդհանրապես։ Թե դու ուր կգնաս եւ ուր կհասնես այդ ճանապարհի վերջում, դա իսկապես քեզնից է։ Դες երբ որ ես ու դու ընդունվում էինք համալսարան, այդ տարիներին դա մի հատ սուրբ երևույթ էր, այդ անձեռնմխելի երևույթ էր, այդ համալսարանական կրթությունը, այդ դուրը համալսարանի եւ այլն։ Այդ տարիներին դա համարվում էր շատ sense բան երևույթ, էլի։ Հիմա արդեն սկսել է այդ կարծրատիպը մի քիչ փոխվել, ակադեմիական կրթությունը վերածվում է մի քիչ ուրիշ բանի, ավել այնտեղ էլ են արդեն հասկանում, որ պետք է մի քիչ ավելի ազատական ճանապարհով գնալ, մի քիչ այլ ճանապարհով գնալ եւ այլն։ Ու համացանցի վրա եթե այս ամեն ինչը փորձենք պրոյեկտել, այդ վարպետները, այդ պրոֆեսորադասախոսական կազմը եւ այլն, կան նաեւ
համացանցում ինչքան էլ որ այդ երևույթները ընդհանրապես իրար հետ կապ չունեն, ուզում եմ որ մեզ լսողները ճիշտ հասկանան այս պահը։ Մենք համալսարանում դա անվանում ենք պրոֆեսորներ, վարպետներ եւ այլն, այստեղ դա անվանում ենք այն մարդիկ, թեկուզ հաջողակներ մարդիկ, որոնց հետևից կարելի է գնալ, որոնցից կարելի է օրինակ վերցնել։ Ես այստեղ ինչ որ վերամբարձ բաների մասին չեմ խոսում, էլի, որ բան մեկը վարպետ է, հարաբերս այդ մասին չի։ Ուղղակի նայել մարդու ստեղծած վիդեոն, չգիտեմ, տեքստը թեկուզ եւ այլն, ու ասել վայ ինչ լավ է արել, վայ ես էլ կուզեի էսենց անել, վայ ոնց է չէ որ մենք գիրք ենք կարդում, որն են ասում են այն գիրքն է լավագույնը եւ ամենահաջողվածը, որ ընթերցողը կարդում է ու ասում է ոնց կուզեի սա ես գրած լինեի։ Այս դաշտում էլ է իրականում այդպես։ Երբ որ դու նայում ես ինչ որ հոլովակ, ու ասում ես վայ ոնց կուզեի սա ես նկարած լինեի, ժամանակમાં դու այդ մարդը որոշակի B կետ է քո համար։ Դու դեռ այում ես, ինքը B-ն է։ Դու ուզում ես հասնել այդտեղ, հասար այդտեղ, հայտնվելու է մի հատ C կետ, որին ուզելու ես դու ձգտես։ Չկա այդպիսի բան այս դաշտում, որ դու գնում ես ինչ որտեղ ու վերջ, դու արդեն սա է եւ վերջ, այդտեղ չկա գնալու, էլի։ Միշտ կա աճելու տեղ, միշտ կա ինչ որտեղ ձգտելու անցայր տարածքն էլ է գրավիչ։ Հա, ու շատ նորմալ է, որ կան մարդիկ, որոնց ձգտում են, կան թեկուզ ֆինանսական իրավիճակներ, որոնց ձգտում են այսօր։ Նորմալ է, գիտնականն էլ է ուզում վարձատրվի, բլոգերն էլ է ուզում վարձատրվի, եւ սրա մեջ պետք չի փնտրել այն պահը, որ գիտնականը արժեք է ստեղծում, իսկ բլոգերը արժեք չի ստեղծում, ինչի պիտի իրենք վարձատրվեն, կամ նույնչափ վարձատրվեն, կամ էլ չասեմ, որ բլոգերը ավելի շատ վարձատրվի եւ այլն, էլի։ Որովհետև երկուսն էլ այո անում են իրենց աշխատանքը։ Եթե մարդկանց թվում է թե շատ հեշտ է պարզապես վերցնել հեռախոսը կամ ցանկացած տեսախցիկ եւ նկարել ինչ-որ մի բան, ապա ես կառաջարկեմ, այսօր բոլորը ունեն, չէ, հեռախոս։ Դա նորմալ բան է։ Միացնել այդ հեռախոսը եւ նկարել եւ փորձել մարդկանց խումբ գտնել, որ համաձայն կլիներ իրենց ասածի հետ, իրենց նկարածի հետ, ինչու չեն անում, որովհետև դա չեմ ասում, որ շատ ինչ-որ բարդ բան մոլեկուլյար ֆիզիկա չի, էլի։ Ցանկացած հաջողության հետևում աշխատանքն է, այո, իհարկե, բայց որոշակի աշխատանք կա այնտեղ, որոշակի ձիրք կա, որոշակի ինչ-որ փոքրիկ կետեր կան, որոնք դու պիտի լրացնես քո մոտ, որպեսզի կարողանաս եւս մի քայլ առաջ գնալ, էլի։ Ես sense լսում եմ ու ինձ մոտ առաջին անգամ այն մտքերն են, որ Արեգը Աստվածի մի տենց 10-15 տարի հետո իրոք սերունդների բախում չասեմ, բայց շատ բան մեզ համար անհասկանալի է լինելու։ Հա, մենք արդեն այլ սերունդ ենք լինելու, ալֆա, զետա, գամմա, ինչ որ sense սերնդային բան, չէ՞, միլենիալներ ենք մենք, ես ու դու միլենիալներ ենք, իրենք generation Z-ն, այս Z-ն, հա, իրանք սրտիկը sense են անում, որ ասում։ Միշտ sense եմ անում, հետո սովորել եմ։ Ճիշտ է։ Երևան կամ։ Հա, կարծում եմ այս ամբողջությամբ սիրտ է, էլի։ Առաջին անգամ երբ որ Միքոին ուղարկեցի Սմայլիկա ամուսնուս այն առաջին էպիզոդում տեսել եք իրեն, երբ ուղարկեցի, ասեց, ինչ փող ես ուղարկել։ Հետո ես նոր հասկանում եմ, այս փողը հիմա դե սրտիկ։ Փող ես ուզում, Սրտիկ։ Սրտիկս փող ուղարկես, եմ ասում։ Միշտ փող եմ ուզում ես միք։ Так вот, միլենիալների համար սիրելի generation Z-ն է, ճիշտ եմ ասում։ Չգիտեմ, ես նույնիսկ չգիտեմ ինքը ինչի մասին ախոսում, չգիտեմ, այդ նորմալ է թե չէ, բայց անկեղծ չգիտեմ։ Բայց դու շարունակի։ Այս փողն է մեր համար։ Իրանց համար դա սրտիկն է։ Այս ասերունդների բախում։ Էմոջինային սյուր իրականություն։ Հա, անգամ իրական էմոցիաներն ենք ինձ թվում է այլ կերպ ապրում ենք ու այս սերունդը։ Էդ էլ եմ զգացել։ Գիտես որտեղ, երբ որ ձայնային եմ անում ուրիշ է, երբ որ վիդեո չաթա ուրիշ է, երբ գրում եմ լրիվ ուրիշ է։ Այդ պահը ես ապրում եմ, հետո ես սպասում եմ այդ ֆիլմում տենց այն որ կոչվում է ապտակ շունչ, շունչը քաշում եմ։ Նոր հետո արդեն դու վերապրածն ես ուղարկում ըստ երևույթի մարդուն։ Իրական ռեակցիաներն ու էմոցիաները չեն դրանք այլևս։ Բայց այս սերունդը զգացել ես, որ իրենք հենց այդ էմոցիան են ուզում փոխանցեն։ Անկամ էմոցիաների ապրման իմաստով շատ տարբեր են մեր
սերունդը ու այս նոր սերունդը ու սոցցանցերում էլ այդ տարբերությունը շատ հստակ զգացվում։ Օրինակ նոր սերունդը շատ ազատ է արտահայտում իր էմոցիաները, իր այդ պահի էմոցիան ինքը կնկարի ու ցույց կտա կկիսվի եւ այլն։ Մեր սերունդը մի քիչ ավելի խնդիր ունի էմոցիաները ցույց տալու հետ։ Մենք փորձում ենք մի քիչ ֆիլտրել, մի հատ ժամանակ անցնի, հետո նոր պատմել այդ մասին եւ այլն։ Մի տեսակ ոնց որ ամաչենք այդ պահի էմոցիան ցույց տալու, ընդհանրապես էմոցիաներ ցույց տալ։ Ճիշտ է, թե դա մեզ ավելի խոցելի է դարձնում, ասես մի հատ միտք կա մեր մոտ։ Նոր սերնդի մոտ չկա այդ միտքը ու այդ այնքան թույն է, ես այնքան եմ սիրում նայել իրենց այդ ազատ վիճակը, այդ շատ նորմալ է ինձ համար, շատ լավ է դա։ Լուսե դու շահել ես։ Ջնջել ես շահել։ Կրել ես այս կյանքը։ Չէ, բայց ասում ես, բայց որ ասում են մենք դեռ չգիտենք թե մեր երեխեքը վաղը հոգեբանի սենյակում ինչեր են պատմելու մեզ, չէ՞, մեր տրավմաները, որ մենք ինչ տրավմաներ ենք այդպես հասցրել։ Որ ինչ անում ես որ տենց չլինի, բայց միևնույն է, ինքը չկա մի երեխա, որ այո, տրավմաներ։ Բոլոր տրավմաները գալիս են մանկությունից։ Մաման չէր թողում ես մատերս վարդակի մեջ մցնեի, ինքը տրավմայի է։ Արեգը Վիկո հաստատ արեգ ասելի է։ Սիրելի գործն է։ Մամաս վալվերիսից բաներ էր պատվիրել, որ կպցներ այդ վարդակներին, որ մատերս չբայց, ես ոնց էի ուզում, իմ ներքին ցանկությունը մամաս վան արեց։ Ուզում եմ քեզ մերսի ասել նրա համար, որ որակյալ կոնտենտ ես վարում։ Փորձում եմ։ Որ բերել ես համացանց այն գրագետ աշխատանքային գործիքները, որոնք օգտագործել ես հեռուստատեսությունում։ Ու քեզ մերսի դրա համար ու բոլոր այն մարդիկ, ովքեր նոր են ուզում սկսել, ուղղակի հետևեք Լիլիթին ու շատ բան կսովորեք։ Եվ էլի լիքը մարդկանց, ես էլի լիքը մարդկանց կարող եմ ասել, որոնց կոնտենտով էլ ես եմ հիանում։ Ամենտեղ կա որակյալն ու անորակը։ Քեզ մերսի, որ այս դաշտ բերել ես որակյալը։ Ես շնորհակալ եմ, որ տեսնում ես ու փորձում եմ դա անել եւ շարունակելու եմ փորձել։ Կարծում եմ շատ լավ զրույց ստացվեց։ Չգիտեմ, ինձ հետաքրքիր է կարծիքը մեզ լսողների ու շատ կուզեմ կարծալ։ Մենք կսպասենք ձեր կարծիքներին։ Պիտի արդեն ամփոփենք ոդկասթը ու ուզում եմ այս եւ բոլոր էպիզոդներում բոլորին ուղղել մի հարց՝ մեր հայկական սյուր իրականության մեջ ինչպես է տեղավորվում մեր այսօրվա հյուրը Մուրադյան Լիլիթը։ Սյուր իրականության մասին, եթե իմ կարծիքը ասեմ, ապա իսկապես մեր առօրյա կյանքը, ընդ որում չեմ կարծում, որ դա մի երևույթ է, որ շատ Հայաստանին է միայն բնորոշ, այդ երևույթը ինձ թվում է նաև Տանզանիայում, չգիտեմ, Ավստրալիայում եւ այլն, իսկապես դարձել է սյուր իրականություն։ Երբ որ մի կողմից մեր ապրած իրական մարդիկ են, կյանքը, էմոցիաները եւ այլն, մի կողմից լրիվ ուրիշ իրականություն, այդ համացանցային իրականությունը։ Ինչքանով որ դա իրական չի, այդքանով էլ իրական է։ Դա ընդհանրապես մի բան է, որը մեր հեռախոսի մեջ է, չէ՞։ Մենք կարող ենք անջատել եւ շպրտել մի կողմ, եւ դա այլևս գոյություն չի ունենա, բայց ինքը միևնույն է, ինչ որ միտեղ գոյություն ունի, ասենց զուգահեռ իրականությունների մասին է, ու որ խորանանք այս ամեն ինչի մեջ, դա շատ մի կողմից հիանալու երևույթ է, մի կողմից է շատ վախենալու երևույթ է։ Երբ որ դու կարող ես կորցնել քեզ այս իրականությունում ու գնալ այնտեղ կամ ապրել միայն նրանով, սա շատ վախենալու երևույթ է։ Ու այն ինչ սպասվում է ու շատերը արդեն խոսում են դրա մասին, այդ ավելի վախենալու տեղատանում, երբ որ լսում ես, արդեն վախենում ես, թե վաղը քո երեխան ինչ տարածքում է ապրելու։ Այո, գուցե մենք վաղը արթնանանք, դնենք մեր գլխին ինչ որ ակնոց եւ մեր կյանքը այլևս լինի դա։ Պատկերացնում եք։ Գուցե մենք վաղը այդ հիմնական մեր այսօրվա առօրյա ուտելիքները ուտելու կարիք չունենանք, ասենք արթնանանք, մի հատ հաբ խմենք, որը կլինի մեր այդ օրվա սնունդը, դնենք մեր այդ ակնոցը եւ գնանք իրականությունը։ Այսինքն ըստ էության այս իրականությունն այլևս գոյություն չունենա։ Սա այսօր լսողին, ինձ էլ, քեզ էլ, մեզ բոլոր լսողներին գուցե թվա շատ մի հեռավոր մի բան կամ ֆանտաստիկ այդպիսի բան գոյություն ունենալ չի կարող, բայց ես ուղղակի հիշեցնեմ, թե վերջին 10 տարում մեր կյանքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Միայն AI-ի հայտնվելը, արհեստական բանականության գոյությունը այսօր ֆանտաստիկ կթվար 1963 թվականին ապրող մարդուն, թեկուզ հենց մեր ծնողներին, եթե իրենց ասեին, որ այսպիսի մի երևույթ է լինելու, էլի, դու խոսելու ես ինչ որ մեկի հետ, որը
գոյություն չունի ըստ էության, բայց կարա քո բոլոր հարցերին պատասխանի, քեզ կարա խորհուրդներ տա, ավելի լավ, քան քո լավագույն ընկերը կարող էր տալ։ Չգիտեմ, այնպիսի բաներ կարող է այսօր AI-ը անի, ես դեռևս միայն ChatGPT-ի մասին եմ հիմնական ֆունկցիաների մասին եմ ասում, բայց այլ AI-ներ կան, որոնք այնպիսի բաներ են անում, էլ չասեմ վիդեո գեներացիայի մասին, ֆոտո գեներացիայի մասին, որ այդ deep fake կոչվածի մասին, որ մեր կյանքը լրիվ fake ամեն ինչ են անում, ամեն ինչ, հետո մենք վաղը չենք ունենալու աշխատանք։ Գիտես աշխատանք ինձ թվում է կունենանք, բայց այդ աշխատանքը արդեն տրանսֆորմացված կլինի ու մի հատ ուրիշ բանի վերածված կլինի։ Մենք պիտի ճկուն լինենք ու հասկանանք մենք վաղը ինչ ենք կարողանալու անել։ Դրա համար մենք մեր երեխեքի մոտ ոչ թե պիտի զարգացնենք ինչ որ մասնագիտությամբ նկատմամբ սեր, այլ պիտի զարգացնենք որոշակի հմտություններ, որոշակի ճկունություն, որ վաղը ինչ մասնագիտություններ գոյություն ունենան, ինքը կարողանա իր այդ հատկանիշներով տեղավորվել այդ մասնագիտության մեջ, որովհետև մենք իրեն կարող ենք մեծացնել, որ ինքը դառնալու է, չգիտեմ, միկրոխիրուրգ, վաղը միկրոխիրուրգ մասնագիտությունը գոյություն չունենա եւ այդ ամբողջ վիրահատությունը անի ռոբոտը, պարզապես ռոբոտ անի դա։ Այդ մասնագիտություն չկա եւ դու պիտի ուրիշ մասնագիտություն ընտրես, էլի, դու պիտի տեղավորվես այդ նոր իրականության մեջ։ Ու բոլոր սերունդները ըստ էության ունեցել են այս կրիզիսները, մեր սերունդն է ունեցել այդ կրիզիսը, որ չգիտեմ հիմնական մասնագիտություն ա որոշել, որ պիտի ստանա եւ այլն, մեկ էլ հոп մեր իրականությունը այլ է ու մենք պիտի տեղավորվենք այս իրականության մեջ, ընտրենք այս պահին արդիական, այս պահին պահանջարկ ունեցող մասնագիտություն, մենք էլ ենք ենթարկվել դրան ու մեր երեխեքն էլ են ենթարկվելու դրան ու դա էլ է ըստ էության սենց նորմալ զարգացման ընթացք։ Փաստորեն համացանցը փրկում է, իսկապես փրկողակ է։ Եթե ժամանակին մտածում էինք, որ շատ վատ տեղ ենք գնում, ես լսում եմ քեզ ու հասկանում եմ, որ փրկողակ է ու ցանկացած մասնագիտություն կարող է ուղղակի տեղավորվել այս տարածքում։ Ցանկացած մասնագետ կարա իրեն գտնի այստեղ եւ գտնի իր հաճախորդներին եւ ընդհանրապես վաճառի իրեն վերջի վերջո։ Այդ առումով հրաշալի, այսինքն կա երկու կողմ, եւ վատը եւ լավը, հիմա փորձենք լավի վրա կենտրոնալ ու մարդկանց ասել, որ կա այդ լավը եւ գնացեք այդ լավ երևույթի հետևից։ Այսինքն հասանք մի տեղ, մի կետի, որ եթե մենք ապրում ենք մեր օրերում, մեր իրականությունում, որտեղ համացանցը գնալով այլևս ոչ մի տարածքի չի զիջում իր դիրքերը, ստացվում է մի բան, որ մենք ստիպված ենք լինել հանրաճանաչ։ Վաճառել կամ մեր դեմքը, չակերտերում ստիպված, վաճառել կամ մեր դեմքը, մեր պրոդուկտը, որևէ բան ստիպված ենք վաճառել սպառողական իրականության մեջ վաճառել, ինչպես վաճառել համացանցի օգնությամբ։ Բոլոր ժամանակներում են մարդիկ ստիպված եղել վաճառել իրենց մասնագիտական հմտությունները, պրոդուկտը եւ այլն։ Հիմա միայն փոխվել է շուկան եւ այս առումով հեշտացել է ամեն ինչ, ոչ թե բարդացել, եթե այն ժամանակ մարդը պիտի հավաքեր իր այգուց ամենապարզ օրինակներից եմ բերում բերքը խնձորը հավաքեր բերեր դներ շուկայում եւ սպասեր թե երբ են մարդիկ գալու ու գնելու իր խնձորը, հիմա պարզապես մարդը կարա բերքը ընդհանրապես ծառերի վրա լինի կամ կարա այդ խնձորը դեռ հասածել չլինի, բայց ինքը արդեն ասի, որ գիտեք, այս օրը ես խնձոր եմ ունենալու։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են խնձոր, ինձ տեղյակ պահեք, էլի։ Եվ մարդը հստակ իմանա, քանի հոգի է ուզում այդ խնձորը, քանի կիլոգրամ է ուզում, հավաքի ուր է տանելու եւ այլն։ Շուկան արդեն իրեն ավելի մոտ է։ Ինքը ստիպված չի գնալ այդ ցրտին շուկայում կանգնել, ոտքի վրա մնալ եւ այլն։ Պատկերացնում ես ինչքան է հեշտացել այս առումով։ Մեծ հնարավորություն է, բայց նաեւ շատ մեծ պայքար է այս գլոբալ իրականության մեջ, շատ մեծ պայքար է, կա ամեն ինչ ու բոլորը նույն տեղում են։ Հա, մրցակցությունն է մեծ։ Մրցակցությունը շատ մեծ է։ Եթե այն ժամանակ այդ շուկա կարող էր մտնել 10 հոգի կամ չմտնել, ապա հիմա բոլորը այդ շուկայում են, պատկերացրեք, բոլորը այդ շուկայում են եւ դուք պիտի ուղղակի ինչ-որ ձև գրավեք, որ գանու հենց ձեր խնձորը առնեն։ Դե Լիլ, շնորհակալ եմ շատ այս երեկոյի համար։ Ես եմ շնորհակալ, շատ հաճելի էր ու շատ հույս ունեմ, որ մեր զրույցը ինչ-որ բան տվեց մեզ լսողներին։ Քեզ փոքր նվեր ունեմ, Լիլ։ Շնորհակալ եմ շատ։ Քանի որ բլոգեր եմ ես որպես այսօր այստեղ առաջարկում եմ միասին բացենք Nana's Corner։ Եկեք միասին բացենք, տեսնենք։ Պաստորեն Լուսեին էր նվերը։
Այսպիսի գեղեցիկ մազակալ, ես ինչպես որ հասկանում եմ, ձեռագործ, ես իդեպ շատ եմ սիրում ձեռագործ իրեր, դրանք ինձ համար լրիվ այլ արժեք ու նշանակություն ունեն, անկախ իրենց նյութական արժեքից, շատ սիրում եմ։ Շատ կսազի Լուսեին։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ ինձ մնում է հիշեցնել, որ սյուր իրականությունը իրական է դառնում Էկորջ ստուդիոյի շնորհիվ։ Եթե մինչ այս պահը դիտել եք, ուրեմն հնարավոր է այս կոնտենտը ձեզ դուր է գալիս։ Լայքեք, մեկնաբանեք, կիսվեք, միացեք Էկորջ ստուդիոյի YouTube-յան ալիքին, այդպիսով մեզ շատ օգնած կլինեք։ Ես Լիլան եմ։ Լավ եղեք։